Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ժողովուրդ ջան, այսօր ես երկար լայվ չեմ անի, կաշխատեմ համեմատաբար կարճ, բայց կաշխատեմ լինել նաև, որ իմ լայվը լինի նաև բովանդակալից։ Ժողովուրդ ջան, ուրեմն երեք նայում էի Սալավյովի Воскресный вечер շոուն, մի շատ հետաքրքիր բան կատարվեց, ուրեմն սա ասում է, որ իրանց առաջնորդը Պուտինը հանդիպել է զինվորականների հետ, գեներալների հետ ու որոշել են պատերազմի հետագա ճակատագիրը, հետագա ընթացքը։ Ամեն կերպ ուզում են ապացուցել, որ իրանք տարածքներ են վերցնում Ուկրաինայից, ամեն կերպ ուզում են ապացուցել, բայց բոլորս էլ գիտենք, որ Զելենսկին ժխտում է այդ ամենը ու ինչով ես ավելի շատ հավատում եմ Զելենսկուն ու հավատում եմ ուկրաինական ԶԼՄ-ներին, լրատվականներին, ինչի համար ժողովուրդ ջան, որովհետև տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն այս մարդը, եթե կարելի է իհարկե դրան մարդ ասել, այս երևույթը նստած է մենակ, հավանաբար բունկերում ու ինչ որ մի թուղթ է դրած, այդտեղից տեքստ է կարդում, բայց Սալավյովը հաղորդում է, ասում է, ավելի ճիշտ, որ հանդիպում է կայանում իրա ու գեներալների միջև։ Եթե նույնիսկ ինքը բունկերում է ու տեսակապով է գեներալների հետ ինչ-որ բան պայմանավորում, պետք է հարցը պատասխան լինի ժողովուրդ ջան, բայց ոչ մի բան, նստած է մենակ, կարդում է այդ գրությունը, գրած ինչ-որ տեքստ, որտեղ ոչինչ չի որոշվում, ոչինչ չի ասում, պարզապես ասում է, որ մենք ամեն ինչ պիտի անենք հաղթանակի համար, բայց ինչ դա էլ չի նշվում։ Ու դա ասվում է այն դեպքում, երբ որ երկիրը կանգնած է կրախի առաջ, երբ որ երկիրը կանգնած է կատաստրոֆայի առաջ։ Ժողովուրդ ջան, տեսեք, հիմա բենզին չկա, այդ բենզին չլինելու պատճառով վաղ մյուս օրը խանութները կդատարկվեն, արտադրությունը կկանգնի ամեն ինչի, հաց նույնիսկ չի լինի ու ժողովուրդը ուզած չուզած պիտի ոտքի կանգնի։ Սրանք այս ընթացքում ժամանակ են ձգում ու Սալավյովը, այն Սկաբեևան, մնացած թափթփուկները, որոնք չի կարելի դրանց ժուրնալիստներ անվանել, դրանք տականքներ են, որ խաբում են ժողովրդի, դրանք կշարունակեն ժողովրդին այսին սուտ պատկերներով խաբել, հա, դա նստած է ընդեղ, իմիտացիա են ստեղծում, թե իբր զրուցում է, իբր ինչ-որ բան է պլանավորում, ինչ-որ բան է պայմանավորվում ուժային գեներալների հետ, իսկ Սալավյովը վերջում ինչ-որ կինոյա ցույց տալիս, ֆիլմ նկարահանած, որտեղ ինքը իբր գտնվում է ռազմաճակատում, բայց ժողովուրդ ջան, ինչ ռազմաճակատ, եթե ոչ մի պայթյունի ձայն, ոչ մի կրակոց չի լսվում, ու ինքը այդտեղ զրուցում է խոհարարի հետ, հարցնում է, ինչ ես պատրաստում, ինչի ես այդ պատրաստում, հասկանում եք, սենց կենցաղային մի զրույց, որ կարան, ասենք ինքը Սալավյովի իր տան մեջ հարցնի իր կնոջը կամ խոհարարին, ոչ մի լուրջ բան, պարզա որ ինքը ռազմաճակատում չի, այլ գտնվում է թիկունքում, պարզապես իմիտացիա է ստեղծում, իբր ինքը ընդեղ է, իր աչքով տեսավ, իբր այս բաները ասեցին, բայց նախապես ամեն ինչ պայմանավորված է ու նպատակը գիտեք որն է, ժողովրդին խաբելը, հանգստացնելը, միամիտ պահելը, մինչև գա կատաստրոֆայի ամենա թունդ պահը ու երկիրը իրանց աչքի առաջ կործանվի ու իրանք հանգիստ իրանց գործը անեն, ուղղակի գործը գիտեք որն է, ժողովուրդ ջան, հիմա ես ձեզ ասեմ, դեռ նոր էր սկսվել այս պատերազմը,
ռուս-ուկրաինական, երբ որ ես իմ լայվում, Facebook-ը հաճախ է հիշացնում իմ 3-4 տարի առաջվա լայվերը Facebook-ում, YouTube-ում։ Ես ասացի, որ այս պատերազմում հաղթող չի լինելու։ Գիտեք ինչի, որովհետև այս պատերազմը վերջանալու է միջուկային զենքի օգտագործմամբ։ Դա անխուսափելի է։ Ռուսաստանը երկու հույս ունի։ Մեկը, որ ինչ-որ մեկին, մի ասենք ազդեցիկ երկրի, մի հարուստ, ասենք, կամ ինչ-որ մի երկրի կխապեն, ու այդ երկիրը իրանց կօգնի այս վիճակից դուրս գալու ու պատերազմը շարունակելու։ Որտև Չինաստանը, եթե հավատանք բաներին, այսինքն Չինաստանը հաստատ չի օգնում այլևս, որովհետև Չինաստանը տեսնում է, որ չի կարողանում ուղղակի Ռուսաստանը չի կարողանում Ուկրաինային հաղթի։ Դրա համար չի օգնում, ոչ էլ ասում է դադարացրու, ոչ էլ էդ է ասում։ Ուկրաինական կանալներից ես լսեցի, որ իբր Սինձենպինը հրամայում է Պուտինին, որ դադարացնի։ Սինձենպինը երբեք նման բան չի հրամայի Պուտինին, որովհետև իրան ձեռնատու է Ռուսաստանի կործանումը։ Ինչքան շուտ կործանվի, այնքան լավ, այնքան ավելի շուտ ինքը կգրավի այդ տարածքները, ես ասել եմ, չէ, որ գրավելու է մինչև Ուրալ, ժողովուրդ ջան, շատ հանգիստ, առանց մի պատրոն կրակելու, գալու է հասնի Ուրալ, եթե ոչ ավել, այդ Ուրալ հաստատ, վերցնելու է ամբողջ Սիբիրը, որտեղ գտնվում է այդ տարածքը, հյուսիսարևելյան մասը Ռուսաստանի, որտեղ գտնվում են այդ ամբողջ հանքերը, այդ հարստությունը Ռուսաստանի այդ մասերում է, ժողովուրդ ջան, դա Չինաստանի նպատակն էր ու ինքը հասավ իր նպատակին, կարողացավ սրան դրդել այդ անմիտ պատերազմին ու այն աստիճանի կարողացավ թուլացնել Ռուսաստանը, որ շատ հանգիստ, քայլելով, երգելով, պարելով կգան մինչև Ուրալ, ժողովուրդ ջան։ Իսկ փորձեցին նաև խաբել Ամերիկային, Տրամպին խոստացան միլիարդներ, Տրամպին խոստացան այդ հանքերը, բայց Ամերիկան շատ շուտ հասկացավ, սկզբում ոնց որ թե Տրամպը տարվել էր այդ հեռանկարով, բայց հետո հասկացավ, որ նման բան չի կարող լինել ու Պուտինը պարզապես օգտագործում է այդ հանգամանքը, որպեսզի Ամերիկան հրաժարվի Ուկրաինային օգնել։ Որոշ բաների իհարկե հասավ Ռուսաստանը, բայց քանի որ Տրամպը սենց մի ոնց որ ասում են քայլ արեց, ոնց որ շախմատում են, չէ՞ քայլանում, ինքը այսենց տեսանելիորեն հրաժարվեց, բայց շարունակեց Եվրոպայի միջոցով իր օգնությունը տրամադրել Ուկրաինային, արդեն երևում էր Եվրոպան, իսկ ինքը չէր երևում, ինքը կուլիսներում էր։ Ու հիմա իմ կարծիքով Եվրոպան էլ, Ամերիկան էլ շատ լավ հասկացել են, որ Պուտինի հետ մարդկային լեզվով, մարդկային ձևով, ընդհանրապես Ռուսաստանի ու նրա վերնախավի հետ հնարավոր չի խոսել, պայմանավորվել։ Հնարավոր է միայն մի բան, հողով ծածկել այդ ու բորնին բացօթյա երկնքի տակ, որպեսզի էլ կարշահոտություն չտարածի։ Ու դրան է պատրաստվում Եվրոպան, դրան է պատրաստվում նաև Ամերիկան, դա հասկացել են Ռուսաստանում։ Ու քանի որ իրանք չեն կարող դիմադրել այս բոլորին, ուղղակի ժամանակ են ձգում, ժողովուրդ ջան։ Ինչի համար, հիմա ասեմ, Պուտինի նպատակը։ Պուտինը նախ աշխատում է Լուկաշենկոյի վրա, աշխատում է
Բելարուսիային մտցնել պատերազմի մեջ ու աշխատում է խրել միաժամանակ Լեհաստանի ինչ-որ բան մտցնել, հակասություն մտցնել Լեհաստանի ու Ուկրաինայի միջև։ Առաջին պլանում Հունգարիան էր, բայց երբ որ Հունգարիայում կառավարությունը փոխվեց, սրանք հասկացան, որ նոր ղեկավարի վրա չեն կարողանալու ազդել, ինչպես ազդում էին Օրբանի վրա։ Հիմա թիրախավորել են Լեհաստանը։ Բայց քանի որ Լեհաստանը Եվրոխորհրդում է, նատոյական երկիր է, Լեհաստանը չի կարող շատ բան թույլ տալ իրեն, ժողովուրդ ջան։ Ուրեմն հիմնական հույսը սրա մնում է էլի Լուկաշենկոն։ Լուկաշենկոն սենց մի բան է, Լուկաշենկոին ինչ-որ մի ձևով փորձում է քաշել պատերազմի մեջ, բայց քանի որ վստահ չի, որ Բելորուսիայի պատերազմի մեջ քաշվելու դեպքում հաջողություն կունենան, հիմնական նպատակը ասեմ ձեզ որն է, այն ինչի մասին, որ ես ասել եմ տարիներ առաջ։ Բելորուսիայում գտնվում են տեղադրեց, չէ, այդ չնայած դրա իրավունքը չուներ, բայց ինքը խախտեց միջազգային օրենքը, որովհետև միջուկային զենքը տարածելու պայմանագիր կա, որ ոչ մեկը չտարածի։ Արդեն ինչ-որ տարածվել է, բայց դրանից հետո այլևս ոչ մեկ իրավունք չունի մեկ այլ երկրի տարածքում միջուկային զենք կամ ինչ-որ մի բան տեղադրելու, բայց նա տարավ տեղադրեց։ Բայց քանի որ վստահ չեն, որ այդ ու դեռ գտնվում են այն փուլում, որ դեռ հավատում են, որ կարող է մի երկիր գտնվի, որ կանգնի իրանց կողքին ու իրանք կարողանան այս պատերազմը հաղթել, դեռ այդ փուլը չի ավարտվել, ինչ որ հույսեր կան դեռևս սրանց մոտ։ Սրանք պատրաստում են այդ զենքը, ժողովուրդ ջան, մաքուր ատոմային հրթիռները իրանք չունեն, բայց ունեն միջուկային այդ կեղտոտ ատոմագլխիկներ, որոնք կարող են օգտագործել, բայց դեռևս չեն հասել նրան, որ կարողանան այդ մարտագլխիկները այդ արեշնիկ կոչված հրթիռների միջոցով հասցնել Կիև։ Վստահ չեն, որ դա կհասնի ու կպայթի Կիևում, որովհետև մի քանի անգամ այս բունկերյան առնետը ասել է ու Սոլովյով կոչված ջհուդը, որ դավաճանա 100%-ով դավաճանում է Ռուսաստանին ու ռուս ժողովրդին, այդ լկտի անձնավորություններ մի քանի անգամ կրկնել է, որ մենք որպես այս պատերազմը հաղթենք, մենք պիտի ոչնչացնենք Ռադան, այսինքն այն կենտրոնը, որտեղից ղեկավարվում է այս ամեն ինչը, այս գործողությունները, այսինքն Զելենսկոն եւ ուկրաինական վերնախավին, որպեսի եւ գեներալներին բոլոր եւ ընդեղ գտնվող արևմտյան զինվորականներին արևմուտքից եկած, որ օգնում են նրանց, այդ բոլորին հարկավոր է մի հարվածով ոչնչացնել, բայց հենց այդ մի հարվածը վստահ չեն, որ կարողանալու են, դրա համար Պուտինն էլ իր պրոպագանդիստներն էլ ժամանակ են ձգում, որպեսի կարողանան հասնել դրան, ժողովուրդ ջան, բայց թե ինչ կկատարվի Ռուսաստանի հետ, դա դեռ այդ հարցերը մնում են անլուծելի, որովհետև Ռուսաստանը արագ ձևով գնում է դեպի անդունդը ու հեռու չի այն օրը, որ կրախի է մատնվելու ամբողջ երկիրը։ Արդեն մատնված է, այս բենզինի բացակայությունը հենց դրա ցուցիչն է, բայց ավելի շատ ու ավելի ահագնացող ցուցիչներ են գալիս հետևից, ժողովուրդ ջան, դրա համար սրանք հիմա ուղղակի մի կերպ պահում են
այս այդ Պուտինին իր վերնախավին մի կերպ պահում են մինչև կարողանան այդ միջուկային զենքի հարցը լուծել։ Սպառնացին Ամերիկային, որ տար եվրոպական երկրներից քո ատոմային ռումբների այդ ռազմակայանները, բայց ծիծաղալու էր իրանց ասածը, որտեվ Ամերիկան դա երբեք չի անի։ Նախ, որ դա այդքան էլ հեշտ բան չի, երկրորդն էլ, որ ինչի պիտի ինքը այդ զենքը հանի Եվրոպայից։ Ու այս բունկերյան առնետը շատ լավ գիտի, որ միջազգային օրենքով, որ երկրից գնում է այդ միջուկային զենքը, նույն հենց այդ երկիրն է ստանում է պատասխանը։ Դրա համար ինքը ամեն ինչ անում է, որ գնա Բելորուսիայի տարածքից, որպեսի պատասխանը ստանա Բելորուսիան։ Բայց, ստեղ կա մի մեծ բայց քանի որ բոլորը գիտեն, ում է պատկանում այդ զենքը, ով է տեղադրել այնտեղ, շատ հնարավոր է, որ պատասխանը գա հենց Մոսկվայի վրա։ Դրա համար եմ ես իմ ամբողջ լայվերում հորդորում Ռուսաստանի հայությանը, որ դուրս գան այդ տարածքից, որովհետև այնտեղ մնալը հավասարազոր է մահվան, ժողովուրդ ջան, հալվելու եւ հոսելու պատմություն կարող է լինել, որովհետև չգիտեմ ովքեր ծանոթ են այդ միջուկային զենքին, նրա ազդեցությանը, նրա հասցրած այդ հետևանքներին, հասցրած վնասներին ու հետևանքներին լավ գիտեն, որ շրջապատում ամեն ինչ այդ ջերմությունից հալվում է ու գետի ջրի նման հոսում։ Ժողովուրդ ջան, ամենասարսափելի զենքն է դա աշխարհում, դրանից այն կողմ ոչինչ չկա։ Ժողովուրդ ջան, այս վիճակն է հիմա այսօրվա դրությամբ։ Ես երեկ այդ Սալավյովի շոուն դիտելուց հետո ամբողջությամբ համոզվեցի դրանում։ Հիմա նայենք, թե ինչա կատարվում այն ռեգիոնում, որտեղ որ խաղում են Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը իհարկե հիմա զբաղված է իր պրոբլեմներով ու ստեղ հիմնականում գործող ուժը Ռուսաստանը, երեք երկրներ՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Ժողովուրդ ջան, երբեք չմտածեք, որ Ադրբեջանը կամ Թուրքիան ամբողջությամբ անցել են արևմուտքի կողմը։ Չկա նման բան։ Նույնիսկ տեսեք Հայաստանը, որ ժողովրդավար երկիր է, որ Հայաստանը ձգտում է դեպի Եվրոպա, ամբողջությամբ դուրս եկած չի ռուսական ծիրից ու ազդեցությունից, որտեղ մնացին Թուրքիան ու Ադրբեջանը։ Ընդհանրապես տոտալիտար երկրները ու միապետները ձգտում են իրար հետ միշտ կոնտակտ ունենան ու թեկուզ ոչ երևացող, նույնիսկ թաքուն լավ հարաբերություններ, ժողովուրդ ջան։ Ու տեսեք, եթե Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ ինքը ենթարկվում է արևմուտքին, որ շատ լավ հարաբերությունների մեջ արևմուտքի հետ եւ որոշ բաներում այո ինքը քայլեր արեց, որ համոզի դրանում, բայց տեսակ ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ, երբ որ Հայաստանը չենթարկվեց սրանց պահանջներին եւ հայ ժողովուրդը շարունակեց պաշտպանել իր ազատությունը, իր անկախությունը եւ իր իշխանությանը, տեսակ ոնց ճանապարհը փակեց, սանկցիաներ դրեց մեր ամբողջ այդ մթերքի վրա, որը գնում էր Ռուսաստան, շար ու շուռ արեց եւ ում տեղստեղ լայնացավ, ժողովուրդ ջան, Ադրբեջանի
Այսինքն ամեն ինչ արվեց ի վնաս Հայաստանի և ի օգուտ Ադրբեջանի։ Դա տեսնում է Արևմուտքը։ Արևմտյան երկրները շատ լավ հետախուզություն ունեն։ Այս ամեն ինչը հասնում է տեղ, անկախ նրանից Հայաստանը կբարձրաձայնի, չի բարձրացնի, նրանք մեզանից լավ գիտեն ինչա կատարվում Ռուսաստանում։ Տեսակ, որ ամբողջ շուկաները անցան չինացիների ու ադրբեջանցիների ու թուրքերի ձեռքը, ժողովուրդ ջան, Հայաստանի դուրս թողեցին։ Ու ինչի համար են հիմնական շեշտը դրել Հայաստանի վրա, ինչի համար չեն պայքարում Ադրբեջանում իշխանափոխություն անելու, վերջը Թուրքիայում իշխանափոխություն անել, որտեղ իրանց ձեռքերը շատ երկար են, ամենտեղ հասնում են, որովհետև այդ երկիրը ուրիշ ոչ մի ուղղությամբ չի զարգացել, բացի շպիոնաժից, այսինքն հետախուզությունից, KGB-ի գործունեությունից, ուրիշ բանով չի զարգացել, զարգացել է մենակ այդ ուղղությամբ։ Ամեն ինչի են հենց ուզում Հայաստանում իշխանափոխություն անել, բերել իրենց խամաճիկներին, ձեռք բերել Հայաստանը։ Հիմնական նպատակը, ժողովուրդ ջան, Ամերիկային այս տարածաշրջան ու Եվրոպային, Ամերիկային ու Եվրոպային այս տարածաշրջան չթողնելն է ու այս թրիփի ներողություն, Թրամփի ճանապարհը տրիպի փոշիացնելը, որպեսի Ամերիկան չկարողանա այս տարածաշրջանում որևիցե մի դեր ունենալ։ Հիմա տեսեք, այս թափթփուկները, որոնք ֆինանսավորված ուղարկված են այդ իրանց ընդդիմություն հռչակածները, հեսա կմտնեն ազգային ժողով ու մենք կտեսնենք ինչ ընդդիմություն են սրանք, որովհետև իրանք բազմաթիվ խոստումներ տվեցին ժողովրդին ու պիտի կատարեն իրանց խոստումները։ Հակառակ դեպքում ժողովուրդը իրավունք ունի ոտքի կանգնելու ու լուծարելու այդ խորհրդարանը իրանց խաբելու համար։ Ու ժողովուրդ ջան, տեսեք, սրանք որ ձևացնում են, թե իրանք Հայաստանի համար են, բայց իրականում սրանք հենց պաշտպանում են, հիմա ուշադիր ժողովուրդ ջան, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, որովհետև սրանց շահերը համընկել են ու համընկնում են միշտ, համընկնելու են միշտ, ժողովուրդ ջան։ Ինչի համար Չինաստանը, եթե ճիշտ է, որ իրոք Սինձենպինը սրան ասում է, ես քեզ էլ չեմ օգնելու, ինչի սկսես չօգնել սրան Ռուսաստանին, ասեմ իմանաք, որովհետև հասկացավ, որ այդ ծրագիրը, որը կոչվում է Մեծ Թուրան, դուրս է եկել Ռուսաստանից և Ռուսաստանը ինչպես միշտ հիմա էլ հովանավորն է այդ շարժման, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդ ջան, կգա մի ժամանակ, որ Թուրքիան հզորացած այս բոլոր Թուրանի կազմում կընդգրկի բոլոր միջին ասիական երկրները և կհայտնվի Չինաստանի քթի տակ։ Այդ դրա համար էլ Չինաստանը դադարեցրեց իր օգնությունը Ռուսաստանին, որպեսզի որքան հնարավոր է շուտ կործանվի Ռուսաստանը։ Հասկանալով, որ Չինաստանը այլևս չի օգնում, Իրանը ինքը շատ վատ վիճակում է, այս ուբորնի երկիրը իրա բունկերյան առնետ ղեկավարի հետ միասին նորից ձեռքները մեկնեցին Թուրքիայի կողմը, որպեսզի Թուրքիան
մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ միասին օգնեն իրեն դուրս գալու այդ վիճակից եւ գիտեք վճարը որն էր խոստանում էր Ղրիմը ժողովուրդ ջան ես առաջին անգամ այդ ազդակը որ ստացա այդ միտքը զարմացա ու ես էլ չհավատացի դրան ասի Ռուսաստանը Ղրիմը տալիս է Թուրքիային բայց հետո որ բազմաթիվ անգամներ կրկնվեց ու արդեն եկան ուրիշ ազդակներ որ ես այսենց դասավորեցի ու վերլուծեցի հասկացա որ դա ճիշտ է ու շատ հավանական է որովհետև այդ դեպքում ինքը կօգտվի այդ նավահանգիստներից իսկ երբ որ Ուկրաինան է վերցնում ինքը զրկվում է ծովից բայց դրա համար էին կանչել Ֆիդանին բայց Թուրքիան չհամարձակվեց գնալ այդ քայլին որովհետև դա բացում էր այսինքն մի կողմ էր տանում վարագույրը ու Ամերիկան Եվրոպան ամբողջ արևմտյան երկրները հասկանում էին որ Թուրքիան շարունակում է պաշտպանել Ռուսաստանի շահերը եւ իրանք միասին են իրականում չնայած ամեն կերպ աշխատում են ցույց տալ որ իրար հետ չեն ժողովուրդ ջան այ դրա համար Թուրքիան չհամաձայնվեց դրա հետ եւ Ռուսաստանը մնաց մենակ անօգնական իսկ Հայաստանի վրա ինչի համար ուժեղացրեց նույնիսկ անթակույց մտավ մեր տուն մեր փոխարեն որոշելու ինչի համար ժողովուրդ ջան որովհետև միայն Տրամպի ճանապարհը այդ ճանապարհը փակելով ոչնչացնելով խանգարելով ինքը կկարողանար Թուրքիային Ադրբեջանին դարձնել կարևոր խաղացող այդ տարածաշրջանում ու ինքն էլ դուրս չեր մնա արդեն տարածաշրջանից եթե կարողանար Հայաստանը ձեռք բերել ժողովուրդ ջան ու թե ինչ կանեին սրանք այս 3 երկրներով Հայաստանի հետ եզրակացությունը թողնում եմ ձեզ դրա համար եմ ասում ժողովուրդ ջան մեր ժողովուրդը իր իմաստությամբ շատ մեծ աղետից շատ մեծ փորձանքից փրկեց մեր երկիրը ժողովուրդ ջան բրավո իմ ժողովուրդ բրավո ճիշտ է ամբողջությամբ չկարողացան որովհետև կային ռուսակոծեր, ռուսի հետույք լպստողներ, Ռուսաստանում թրև եկողներ, մաշադաշայի հետույքը լպստողներ, որ եկան իրան տարածն արեցին ու ջանդամվեցին գրողի ծոցը ու պատժվելու են դրա համար ժողովուրդ ջան իհարկե մեր կառավարությունը չստացավ սահմանադրական մեծամասնություն, որը շատ կարևոր էր իրոք մեր ժողովրդի համար, բայց գոնե կարողացանք պահել հայոց պետականությունը, կարողացանք պահել այս կառավարությունը ու պահեցինք փաստորեն մեր երկիրը, մեր փոքրիկ գողտրիկ Հայաստանը։ Երեք լսում եմ ինչ-որ նոր բան է բացվել, ինչ-որ լրատվական, կարծում եմ ես կարողացա բացատրեմ, չէ ժողովուրդ ջան, ինչի համար Հայաստանը դարձավ Ռուսաստանի համար սենց կարևոր ու ինչի համար այսենց անթակույց հարձակում տեղի ունեցավ Հայաստանի վրա։ Ու քանի որ երեք լսում եմ այդ ինչ-որ նոր բան է բացվել, լրատվական, մի հատ ճոթան երկար բարակ անուն ունի, իհարկե ես կֆիքսեմ այդ անուն ու կուղարկեմ ազգային անվտանգություն, որ դիմեն
ամերիկյան կառավարությանը, որ զբաղվեն դրանցով, ժողովուրդ ջան, ու գիտեք ինչ, ամենավերջին լուտանքները, չգիտեմ ով է այդ տեքստերի հեղինակը, դե հաղորդավարություն չի կարելի մեղադրել, նա տված տեքստն է կարդում կամ չէր կարդում իհարկե ասում էր, բայց դե տվել են, որ այդ երիտասարդ աղջիկը չի նստել գրել, պարզ է, չգիտեմ ով է այդ տեքստերի հեղինակը, ովքեր են ավելի ճիշտ, բայց վստահ եմ, որ շունդաշնակներն են, ու շունդաշնակներն բացել են այդ լրատվականը, ժողովուրդ ջան, ինչ լուտանքներ, ինչ լկտի արտահայտություններ, անցան բոլոր կարմիր գծերը, ու գիտեք ինչ են ասում, վեր են լուծում, նախ մի շատ հետաքրքիր բան կատարվեց, կա մի ուժ, որ էլի պաշտպանում է Ռուսաստանի շահերը, բայց նրանք իբր դեմ էին Իսրայելի ցեղասպանությունը ճանաչելու, բայց սրանք ցույց տվեցին, իբր իրանք ուրախ են դրա համար, դա էլ արվում է, որ դաշնակների հիմնական խաբեությունը, հիմնական թեզը տակ պահեն, հասկանում եք, գնանք, բերենք Արևմտյան Հայաստանը, ցեղասպանությունը, չգիտեմ ինչի վրա այսքան տարի խաղացել է դաշնակցությունը, ժողովուրդ ջան, ու վեր են լուծում մեր վարչապետի այցը Ռուսաստան, Եկատերինբուրգ, որտեղ պիտի հանդիպի Միշուստինի հետ, նախ ամենալկտի ձևով նկարագրեցին, որ իբր թե Փաշինյանը մեղայ է գալիս, չոքում է, գնացել է Միշուստինից ներողություն խնդրելու, որ ինքը տենց է դիտկավորվել եւ այլն, ուզում են ամեն կերպ իրանք արժեզրկել այս հանդիպումը, եթե նույնիսկ ժողովուրդ սա ձեռնարկել է մեր կառավարությունը, շատ ճիշտ է արել, վերջո պիտի պարզություն մտցնել, չէ, այս ամեն ինչի մեջ, պիտի դրանց հարց տալ, չէ, այդ ուբորնի երկրին, ինչի համար է այս ամենը, եթե դուք պատճառաբանում եք, որ դեպի Եվրոպա գնալու, Եվրոպայի հետ մենք պաշտոնական չենք դիմել մտնելու Եվրոխորհուրդ, ճիշտ է, ու այս հարցակումը իբր թե իրանց թշնամու կողմը գնալու համար է, բայց եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ միջինասիական երկրները բոլորը համագործակցում են Արևմուտքի հետ, ինչի է միայն Հայաստանի նկատմամբ կիրառվում այս ամեն ինչը, եւ հիմա իմ կարծիքով ճանաչելով մեր վարչապետին, ես գտնում եմ, որ մեր վարչապետը գնացել է ոչ թե մեղագալու, ոչ թե զիջելու, այլ կոնկրետ հարցեր դնելու, համագործակցում ենք այս ոլորտներում, թե ոչ, դա է լինելու հարցը Միշուստինին, ու վարչապետը ասելու է, որ եթե ոչ, մենք ուրեմն ալտերնատիվները պիտի գտնենք, դա կապ չունի ում հետ, ոնց, որ երկրի, որ աշխարհամասի, դա արդեն ձեր գործը չի, համագործակցում եք մեր հետ, թե վերջնականապես խզում եք ամեն ինչ, որովհետև այս բացահայտ հարձակումը, այս դեսանտ իջացնելը, սրանց ուղարկելը, ֆինանսավորելը, ինստրուկցիաներ ուղարկելը ցույց տվեց, որ Ռուսաստանը էլ չի թաքցնում իր թշնամանքը մեր նկատմամբ, այս ամեն ինչի մասին խոսվելու է, վստահ եղեք ժողովուրդ ջան, ու երբեք չհավատաք, որ մեր վարչապետը դիրքերը զիջի, երբեք, անհնարին, իհարկե իրավիճակը չսրելու համար, ու այս ամեն ինչը, որտեղ դեռ մենք շատ բաներ ունենք, որը շատ լավ
ծուռ վերան, գյոտ վերան, թուրքի շունը, քոչար օղլին, ու իրա կծորդան արկավան, դերել են Ռուսաստան տակ, որը այսօրվան օրին օրը մենք չենք կարողանում ազատագրել, չենք կարողանում հիմնավորապես հանել ու դա օգտագործվում է մեր դեմ։ Ժողովուրդ ջան, քանի որ այդ իրավիճակն է, այո, պետք է շատ հարցեր պարզել դրանց հետ։ Լռությունը ճիշտ չի, ժողովուրդ, դա այս դեպքում լռելը, չխոսելը, հարցեր չտալը դրանց սխալը։ Սխալը։ Մենք պիտի պարզենք, որ իմանանք մեր անելիքը հետագա ու իրանց էլ չենք թաքցնում, մենք ճպացնում ենք դեմքներին, որ ձեր արածին հասնում է սենց պատասխան։ Իրանք լավ խոսք ունեն, ասում է «Какой привет, такой ответ»։ Պարզա ժողովուրդ ջան, այնպես որ չի կարելի մեր վարչապետին ու պետք էլ չի, որ մեր վարչապետին մեղադրենք Ռուսաստան գնալու ու այդ հարցերը Միշուստինի հետ քննարկելու համար։ Ու այդ իրանց այդ Ամերիկայով այդ ծավալած բոսյակների այդ զրույցը, թե այդ դուրս ընկած այդ թափառական շների, որ հաստատ գիտեն, որ ընդեղ իրանք ոչ մի կացության իրավունք չունեն, բոլորը անլեգալ են։ Ու մի հատ ուղղակի մեր ազգային անվտանգության կողմից մի հատ դիմումա պետք, մի հատ ընդեղ տեղի պահելա պետք, որ դրանց բոլորին, այսինքն տաշեն մինչև Հայաստան կամ Ռուսաստան, Հայաստան Աստված շանի, որ կամ Ռուսաստան թռնեն դրանք, ժողովուրդ ջան։ Ու լկտիաբար աշխատում են, արժեքազրկեն այդ ամեն ինչը, լկտի իրանց խոսակցությունով, իրանց այդ լկտի պահվածքով իբր թե վարկաբեկեն, ու մեկ վարկաբեկում, այդ չատլախներ։ Ժողովրդի Փաշինյանը օդից չընկավ, երկնքից չընկավ, Փաշինյանին ժողովուրդն է ընտրել, եթե դուք այդ ձևով որակավորում եք Փաշինյանին, դա նշանակում է, որ լրփի ճտեր, դուք որակավորում եք մեզ, այդ դուրս ընկած փողոցային թափառաշրջիկ, խուժան, բոմժ թափթփուկներ։ Ես չեմ կարծում, որ ընդեղ կայացած, ընդեղ ապրած Ամերիկայում մարդը նման բան թույլ տա իրան։ Սրանք Ռուսաստանից ուղարկված KGB-ի այդ վկայականները գրպաններում, երևույթներում, որ ընդեղ դաշնակ շների փողերով բացել են այդ լրատվականը ու շնանում են նրանց հետ միասին։ Իսկ այդ լրատվականը ցերել, փակել է պետք, ու դա կանի Ամերիկան։ Այս անգամ չեն կարող ասել, վայ, Հայաստանը ժողովրդավարչի լրատվական փակեց։ Պարոնայք ազգային անվտանգություն, զբաղվեք դրանցով, փակել տվեք, արեք հենց, որ ամերիկյան այդ համապատասխանոր մարմինները զբաղվեն, ստուգեն դրանց փաստաթղթերը, ով են, ինչ են դրանք Ամերիկայում իրանցից ներկայացնում, որտեղից է այդ լրատվականը, ումից է ֆինանսավորվում։ Ամերիկայում շատ լավ կարձականքին ու շատ շտապ կլուծեն սրանց հարցերը, ժողովուրդ ջան։ Հա, լավ, ժողովուրդ ջան, ինչ որ ասենք այսօրվա իմ նպատակներ, ես իմ կարծիքով դրան հասա դրան, ու հանկարծ չհավատակ դրանց այդ լկտիությանը, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է զիջելու, Նիկոլ Փաշինյանը փոշմանել է, Նիկոլ Փաշինյանը, ոչ, չկա տենց բան, չկա, Աստված անփորձանք պահի մեր վարչապետին, Աստծո օրհնությամբ, օգնությամբ գնա այդ հարցերը լուծի, հետ գա, ու մենք շարունակելու ենք այդ ճանապարհով գնալ, որի վրա կանգնած է Հայաստանը հենց հիմա, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ, հիմա այս մի բանն էլ ասեմ, որ շատ կարևոր է։ Խաղում են սրանք ժողովրդի այդ
նեղսրտության վրա, որ մարդ են ֆինանս են կորցրել, ինչ որ դժվարություններ ունեն, աշխատում են, բորբոքեն։ Լսեք ժողովուրդ ջան, ես որ եկա Ավստրիա, ես 5 եվրոյով մտնում էի խանութ ու այդ օրվա իմ առևտուրը ինչ որ ինձ պետք էր, առած դուրս էի գալիս, ժողովուրդ ջան, բայց հիմա 50 եվրոյով եմ մտնում ու էլի չեմ կարողանում ինչ որ մտքից դրել էի առնեմ, գնեմ ու դուրս գամ, 10 անգամ կյանքը թանկացել է, էլ չեմ ասում կոմունալները, դրա մասին ավելի լավ է չխոսանք, այս պատերազմից հետո, երբ որ գազի այս վիճակը սա ինձ եղավ, այս տարի այս տաքացնելու այս կենտրոնից է գալիս մերը, այս ջեռուցվում է կենտրոնից, ջեռուցման վարձը, տաք ջրի վարձը, հոսանքը 3 անգամ թանկացավ, բայց ոչ մեկ փողոց դուրս չի գալիս, մի կերպ դիմանում ենք, գիտեք ինչ ենք դիմանում, ոչ մեկ չի բողոքում, ինչի համար, որտեղ բոլորս էլ հասկանում ենք, որ այսօրվան օրը Եվրոպան օգնում է Ուկրաինային, որպեսզի այդ ռումբները մեր դռան առաջ չպայթեն, դրա համար ծպտուն չկա ժողովուրդ ջան, մի հատ ձայն չեք լսի, ըմբռնումով ենք մոտենում ամեն ինչին, մի կերպ դիմանում ենք ամեն ինչին, կրճատում ենք մեր ծախսերը, մեր հանգստի գնալը, մեր ասենք դրսում ուտելը նույնիսկ, որ կարողանանք ամեն ինչ հասցնենք, որ մեր պետությունը կոնկրետ Ավստրիան կարողանա օգնի Ուկրաինային, որ այդ ռումբները վաղը մյուս օրը մեր դռան առաջ չպայթեն, հիմա դուք ինչից եք տենց նեղված, ժողովուրդ ջան, մի տարի էլ թող տենց լինի, ոչինչ, ոչ մեկ սովամահ չի լինի, պետությունը օգնում է, ձեր կողքին է, ինչն է ձեզ տենց ես իմ բանանում, հա, հունից հանում կամ այդ ձեր դժգոհությունը, իհարկե քիչ են այդ դժգոհները, շատ քիչ են, սրանք կուզենային, որ շատ լինեն, բայց շատ քիչ են, ժողովուրդ ջան, համբերեք, ժողովուրդ ջան, դիմացեք, մենք 5 տարի հանուն Արցախի, մենք դիմացել ենք ցրտին, մթին, մեր երեխեքը այդ տարիները հիշում են եղբորս աղջիկները, երեխա էին 6-9 տարեկան, հիշում են, այս քանի օրը խոսում էինք հենց այդ մասին, որ ինչ դժվարություններ ենք ունեցել, ժողովուրդը բոլորս միասին, բոլորս, ու ես չեմ հասկանում, հիմիկվա պայմաններում դուք ինչ եք մտածում, որ լավ, այսօր ամեն ինչ լավ եղավ, փողը շատ եղավ, վաղը մյուս օրը պատերազմ սկսվեց, ձեր դռան առաջ ռումբ պայթեց, ում ա պետք ձեր այդ շատ այդ լավը, ձեր այդ պալատները, ում ա պետք, ուրեմն հարմարվեք, համակերպվեք, ոնց որ մենք, եվրոպացիներս, ես իհարկե, դե, որ ապրում եմ ստեղ, ինքս ինքան համարվում եմ եվրոպացի, ժողովուրդ ջան, ինչքան էլ փախնեմ դրանից, ինչքան էլ չուզենամ, ես իհարկե իմ ազգությունը երբեք չեմ ուրանում, ես շատ հպարտությամբ ասում եմ, որ ես հայ եմ, բայց քանի որ ապրում եմ Եվրոպայում, ընդունել եմ սրանց մենտալիտետը, իհարկե հայ մնալով ամեն ձևով, բայց ընդունել եմ այս երկրի մտածելակերպը, այս ժողովրդի մտածելակերպ, մտածում եմ ճիշտ իրենց նման, ոչինչ, որ այսօր մի քիչ դժվար է կյանքը դժվարացել է, ոչ թե մի քիչ ժողովուրդ ջան, անկեղծ ասած շատ է դժվարացել, բայց դիմանում ենք հանուն վաղվա օրվա, ուրեմն դուք էլ ըմբռնումով մոտեցեք այս ամեն ինչի, ժողովուրդ ջան, հանուն խաղաղության,
հանուն վաղվա օրվա։ Լավ, ժողովուրդ ջան, իմ կարծիքով ես համարյա թե ամեն ինչ ասեցի, հիմա էլի ուզում եմ վերջացնել բոլորիս հայտնի հոլիվուդյան աստղ դարած նառա անառակով փաստորեն գիժանժոն ուսա ասպարեզում են ուսա գիտեք մեկ էլ մի հատ ինչ մտքի շեդևր էր չեք պատկերացնի գոռումա Հայաստանի կառավարությունը հարված ստացավ իր մորդին, տենց էլ ասում է ռուսերեն, մորդին, գոտկատեղից ներքև։ Նառա, այդ քո մորդը գոտկատեղից էդ ներքև է, հա, էդ լավ է, որ տենց է, բայց իմ կարծիքով մեր կառավարության մորդը գոտկատեղից վերև է, եթե ասում ես հարված ստացավ մորդին, իլուր ես ասում գոտկատեղից ներքև, որ ես ասում եմ ժողովուրդ ջան, սրանք արդեն վատ են ու իրանք էլ չեն հասկանում, ինչ են խոսում, հավատացեք։ Լավ ժողովուրդ ջան, մեկը իրան սրտով չի լինելու, ես վստահ եմ, որ սրանք գալու են խորհրդարան ու բոլորս էլ գիտեինք, որ մանդատները սրանք վերցնելու են, գալու են խորհրդարան ու փորձելու են նույն խաղերը խաղալ։ Բայց թող լավ իմանան, որ այս ժողովուրդը չի պատրաստվում եւս 5 տարի իրանց մեյմունությունները նայելու։ Ոտքի կկանգնեն ու կպահանջեն, որ խորհրդարանը ազգային ժողովը լուծարվի, որպեսզի լինեն նոր ընտրություններ եւ սրանք իսպառ վերանան, չեկանան քոքով, բուսով, ամեն ինչով Հայաստանից, որպեսզի Հայաստանը մաքրվի այդ լրտեսներից, թող իզու Մոսկվայում չուրախանան, որ իրանք դեսանտ իջեցրին ազգային ժողովում, լրտեսներ տեղադրեցին ազգային ժողովում, կարճատևելու, կարճ ոնց որ ուբորնի երկրի կենսագրությունը։ Ժողովուրդ ջան, Աստված տիեզերքը անելու է մեր սրտով, մեզ է պաշտպանելու, անելու է մեր սրտով, ամուր եղեք, պինդ եղեք, դժվարություններից մի վախեցեք, ձերը առաջ տարեք, ժողովուրդ ջան, այսքանը կհանդիպենք, բարին ընձեզ, իմ շատ սիրելի, իմ հզոր հայեր։